Գործարար ալիքն եք դիտում կամ լսում, ռադիո ընդունիչով FM 106 եւ 5 հաճախականությամբ, կամ լրատվական ռադիոյի YouTube-յան էջում, կամ գործարար ալիքի թվային պլատֆորմներում, կամ Դարփինյան Արմենի YouTube-յան էջում, կամ ինչ-որ այլ թվային հարթակում իր հետ կապ ունեցող Դարփինյանի ժամն է, առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակն է, երկրորդ խոսափողի մոտ Դավիթ Խումարյանն է, ինչպես միշտ, բարև ձեզ։ Բարև ձեզ Դավիթ ջան, բարև ձեզ, ուրախ եմ ողջունելու բոլորին։ Եվ այսօր մենք խոսելու ենք թե որտեղից է սկսվում հայրենիքը։ Վերջին տարիներին երևի հայկական հասարակական քաղաքական մտքի ամենակարևոր հարցն է։ Մենք պիտի ինչ-որ բանաձևում տանք դրան որպես ժողովուրդ։ Մենք տեղից էլ այդտեղ խնդիրներ ունենք, հաշվի առնելով առաջնային սփյուռքը, երկրորդային սփյուռքը, որը Հայաստանում է ծնվել, սփյուռքը, որ արևմտյան Հայաստանում ծնվածների հետնորդներն են, որոնք շատ տարբեր սփյուռքերում են ապրում, սկսած եվրոպական սփյուռքից, չգիտեմ, Բեյրութ, Սիրիա, շատ լուրջ խնդիր է մեր համար, էլի։ Հսկայական տարողունակություն ունեցող խնդիր է։ Դավիթ ջան, ասացիր հասարակական քաղաքական մտքի մասին, հավաքական այսպես ասած, ցավոք սրտի պիտի փաստենք, որ չկա այդ միտքը։ Շատ դժգոհ եմ ես մեր հասարակական քաղաքական մտքի այն օրաններից, որոնք պիտի որ ձևավորեին եւ ծնեին, մեծացնեին, գուրգուրեին այդ միտքը եւ տարածեին։ Ցավոք սրտի մենք չունենք, դա կարևորագույն խնդիրներից մեկն է իմ կարծիքով եւ նաև պետության կարևորագույն խնդիրներից մեկն է։ Այդ միտքը պիտի զարգացվի պետության հովանավորությամբ։ Չկա այդ գիտակցումը ցավոք սրտի, ակադեմիական ինստիտուտները շատ դժգույն վիճակում են, անկեղծ ասած, եւ այդ իմաստով իհարկե ձևավորման խնդիր կա։ Բայց ես այսօր մի տեսակ պոետիկ եմ տրամադրված այդ թեմայի շուրջ եւ ավելի շատ երևի զգայական մոտեցումների մասին խոսենք։ Իհարկե կանդրադառնանք նաեւ քաղաքական մոտեցումներին, քաղաքական ընկալումներին։ Բայց տեսեք, հայրենիքը որտեղից է սկսվում, երևի թե երկու բան կա, էլի, երկու շերտ կա, որը պիտի նայենք։ Նախ զգայականը, անպայման, որ ինդիվիդուալ, այսպես մեր վերաբերմունքն է, եւ մեր զգայական մոտեցումները, զգացմունքները, եւ երկրորդը քաղաքացիական մոտեցումը, ինչպես ենք մենք ընկալում հայրենիքը։ Սկսեմ երևի զգայականից, գիտեք այն հողը, որի հետ շփվելիս դու փշաքաղվում ես։ Սա է հայրենիքը, եթե կա այդ զգացումը, ուրեմն դու ունես հայրենիք, եթե չկա այդ զգացումը, ուրեմն դու կորցրել ես հայրենիքի գիտակցումը, հայրենիքի ընկալումը, փշաքաղվում ես, խորհում ես միասին, երկխոսում ես անպայման, հասկանում ես արձագանքը, նայում ես քարերին եւ տեսնում ես քարերի ժպիտը։ Հիշում ես Համոսայանը մի հրաշալի ուղակի գլուխգործոց ունի քարերի մասին, ուր որ նայում եմ քարե բարձունք է, քարե արցունք է, քարե ժպիտ։ Այդ ժպիտը, արցունքը, քարի հետ դիալոգը պիտի կարողանաս ընկալես, հասկանաս, մտնես այդ դիալոգի մեջ, անպայման երկխոսես հայրենիքիդ հետ, անպայման ուժ ստանաս եւ ուժ տաս, դա երկու ստեկ այսպեսի process է։ Բայց այդ ընկալումը ուղղակի ինքնաբերաբար չի գալիս, դա մեր կյանքի ընթացքում ձեռքբերումն է հայրենիքը, այո, ասում ենք, որ Աստծո պարգև է, բայց տեսեք, որտեղից է սկսվում հայրենիքի ընկալումը, ես երևի իմ օրինակի վրա ասեմ, իմ մոտ դա սկսվել է դպրոցի ճամփայից, հենց ճամփայից, ոչ թե դպրոցից որպես երևույթ, այլ այն ճանապարհից, որ տնից գնում ես մինչև դպրոց, քայլելով անպայման, հա։ Սկզբից հայրիկիդ, մայրիկիդ ուղեկցությամբ, հետո արդեն միայնակ, երբ որ 3-4 դասարանից սկսված, հիշում եք էլի Հովհաննես Թումանյանի գլուխգործոցը, դպրոցի ճամփան, հա, ձմեռվա բուքին, սառնամանիքին, դպրոցի ճամփան, երկար է դժվար շատերի համար, իսկ ով սեր ունի, ինձպես ուսումի, դպրոցի ճամփան միշտ կարճ է սիրուն, ձմեռ թե գարուն։ Հիմա այդ դպրոցի ճամփան սարսափելի կարևոր է իմ կարծիքով, որովհետև այդ քայլելով դու ընկալում ես
առաջին գիտակցաբար քո երկխոսությունը սկսում հայրենիքիդ հետ, իմ կարծիքով այդ դպրոցի ճամփայից։ Ցավում եմ, որ մենք այսօր միտված ենք մի քիչ այլ ինչ-որ մշակույթի էլիտար դպրոցներ ենք ստեղծել տարբեր վայրերում, հիմնականում քաղաքից դուրս կամ քաղաքի ծայրամասերում, երեխաներին տանջելով առավոտյան նստեցնում ենք ինչ-որ ավտոբուսներ, տանում ենք ինչ-որ դպրոցներ, որպեսզի նրանք լավ կրթություն ստանան, բայց մենք երեխաներին զրկում ենք այդ առաջնային քայլերից, հայրենիքի հետ առաջնային շփումից, հայրենիքի գիտակցումից, հասկանում եք։ Իմ կարծիքով ցանկացած գիտելիք դա դիսկրետ երևույթ է, երբևիցե հնարավոր չէ ճարել գտնել այն դպրոցը, այն բուհը, այն հաստատությունը, որը քեզ կտա մեկ եւ ընդմիշտ քո կյանքի համար բոլոր գիտելիքները։ Չկա նման դպրոց, հասկանում եք, գիտելիքը միշտ կարելի է ձեռք բերել, երբ որ դու ունես գիտակցություն, որ դա քեզ անհրաժեշտ է։ Եվ ավելին lifelong learning գոյություն ունի անգլերեն տերմին է, այսինքն գիտելիքը ձեռք ես բերում ամբողջ կյանքիդ ընթացքում եւ այն պահին, երբ որ դու դադարում ես դա անել, դու դադարում ես ուղղակի human being, մարդ լինել, որտեղ դու պիտի ձեռք բերես անընդհատ, հա, չկա այն դիսկրետ գիտելիքը, որը քեզ մեկ եւ ընդմիշտ տալիս է ինչ-որ դպրոց, ինչ-որ էլիտար դպրոց, լավագույն դպրոց եւ այլն, բայց դու հայրենիքը եթե ձեռք չես բերում, դա արդեն ընդմիշտ է, հավիտենական դու կորցնում ես, տեսեք, մի հսկայական պատառ այն ծնողները, որոնք իրենց երեխաներին ուղղորդում են դեպի այդ էլիտար դպրոցներ, իսկ դրանք բարեկեցության տեսանկյունից երևի ուրեմն մեր, այսպես ասած, ամենաբարեկեցիկ շերտն է։ Հեշտ չի ամեն դեպքում։ Այդ դպրոցները վճարովի են, դրանք էժան չեն եւ այլն եւ այլն։ Ես կարծում եմ, որ մեծագույն սխալ են գործում մեր այդ բարեկեցիկ ընտանիքների ծնողները, որոնք իրենց երեխաներին ուղղորդում են տանջում են, գիտեք, ասենք առավոտյան այդ ավտոբուսներով, այդ գազավորված, ուրեմն այդ խցանումներով, փողոցներով, այդ երեխան դպրոցի ճամփա հասկացությունը չունի, կամ իր համար այդ դպրոցի ճամփան ինչ-որ դժոխքային մի երևույթ է, կես ժամ, 45 րոպե, մի ժամ, գնում են, չգիտես ինչու, ծայրից ծայր եւ այլն, բացարձակապես անիմաստ գործողություն։ Իմ կարծիքով այդ իմաստով մեզ ցանկացած դպրոց պիտի լինի էլիտար, մենք պիտի ձգտենք այդ էլիտարությանը, մենք պիտի հասնենք նրան, որ յուրաքանչյուր ծնող գիտակցի, որ դպրոցի ճամփան երեխայի համար դա հայրենիքի հետ առնչության առաջին քայլերն են, շատ կարևոր է։ Շատ կկարևորեի բակային մշակույթը, հայրենիքի հետ կկապեի անպայման, այն բակային մշակույթը, այն հարաբերությունները, որը դու ձեռք ես բերում քո բակում, այն թիմայնությունը բակային, հասկանում եք, այն իրար նկատմամբ պատկառանքի, հարգանքի վերաբերմունքը, հպարտությունը, որ դու պատկանելիություն ունես որոշակի բակային մշակույթի, սա եւս կորցրել ենք, տեսեք, բակերը ոչնչացել են, գոնե Երևան քաղաքում, ես վերջերս Գյումրիում էի, մեր բակային տարածքում էի, իմիջիայլոց վերարտադրեցի իմ այդ զգացումները դպրոցի ճամփայի տեսանկյունից, մեր այդ Խրուշովկայից, որտեղ ես իմ մանկությունն եմ անցկացրել մինչև 23 դպրոց, այդ ճանապարհը երևի կլիներ մի 300 մետր։ Դպրոցը հիմա չկա, երկրաշարժից հետո նա միաձուլվեց այլ դպրոցներից, կարևոր չի, բայց այդ դպրոցի ճամփան մեկ անգամ եւս արդեն այսօրվա հասակում անցնելիս ես փշաքաղվեցի։ Ես հասկացա, որ իմ հայրենիքի զգացումը այդտեղից է սկսվել։ Հիմա անդրադառնամ բակային մշակույթին, տեսեք, կորցրել ենք բակերը, ասենք 5 մետր, 6 մետր, 10 մետր հեռավորության վրա շենքեր ենք սարքում, զրկում ենք երեխաներին այդ բակային մշակույթի էլեմենտներից, որը նույնպես հայրենիքի զգացումն է, հասկանում եք, մենք զրկում ենք եւս մի մեծ պատառ, ուղղակի գողանում ենք մենք երեխաներից եւ նոր սերունդներից, երբ որ զրկում ենք նրանց։ Նաեւ հմտություններից ենք զրկում տարական կոմունիկացիայի առաջնային։ Դա եւս ես դրան եւս կանդրադառնամ, տեսեք բակային այդ թիմայնությունը ես հիշում եմ ինչպիսի հպարտությամբ յուրաքանչյուր բակ, ես խոսում եմ սովետական Լենինականի մասին, յուրաքանչյուր բակ ուներ իր սպորտային անպայման ուրեմն տարածքը, անպայման ֆուտբոլի դաշտը, որը ձմեռը վերածվում էր ուրեմն Լենինականյան բարբառով կատոկի, հասկանում եք ձմեռը, այսինքն մենք ունենք տափողակով հոկեյի բակային թիմեր։
ինչպիսին էր մեր հպարտությունը, որ սովետական միության բակային առաջնությունում մեր տափողակով հոկեյի թիմը գրավելով Լենինականյան ուրեմն մրցավազքում, այսպես ասած, առաջին տեղը հանդես եկավ, կարծեմ Չեբոքսարիում էր, այդպես ասենք, ինչ որ մի Չեբոքսարիում, կարևոր չի, տեսեք, ուր է մեր բակային ֆուտբոլը, ել չեմ ասում հոկեյ ընդհանրապես չկա, բայց ուր է մեր բակային ֆուտբոլը, մենք խոսում ենք ֆուտբոլային խնդիրներից, բայց իմ կարծիքով ֆուտբոլային խնդիրների լուծումը սկսվում է բակային ֆուտբոլից, բակային ֆուտբոլը սկսվում է բակից, էլեմենտար տարածքից, որը չկա, մենք զրկել ենք մեր երեխաներին Երևանում, սարսափելի վիճակ է, չէ, դա հանցագործություն է ուղղակի։ Երրորդը, որի վերաբերյալ կուզեի ասել, դա այդ հարաբերվելու մշակույթն է, համակեցության կանոնների, իրար հարգելու, իրար նկատմամբ պատկառանքի վերաբերմունքն է, հարևանություն անելու շնորհքն է, որից նույնպես կարծես թե մենք հիմա զրկվել ենք, լսեք, բացառությամբ այն բակերի, որտեղ դեռևս բեսեդկաները կան, որտեղ նարդի են խաղում մեծերը, հա, դա էլ, ասենք, այն մշակույթը չի երևի, որի մասին ես խոսում եմ այնուամենայնիվ իրար օգնության հասնելու, իրար ուրախությունը կիսելու, տխրությունը կիսելու մասին եմ խոսում, իրար նկատմամբ ուշադիր լինելու մասին եմ խոսում, հա, այդ մշակույթը եւս հարևանության տեսանկյունից մենք կորցրել ենք եւ իմ կարծիքով, քանի որ մենք դա կորցրել ենք մեր կենցաղային մակարդակում, մենք սկսել ենք կորցնել նաեւ պետական մակարդակով, որտեղ մենք հարևանություն անել պետության մակարդակով, որպես երկիր նույնպես մեզ չի հաջողվել դա անել։ Անկամ եթե վերցնենք վրացիների դեպքը, որը եղբայրական ժողովուրդ են, եղբայրական երկիր է եւ մենք շատ ավելի հզոր հարևանություն կարող ենք ձևավորել իրենց հետ, շատ ավելի մտերմիկ, շատ ավելի զգայական նաեւ մեզ համար։ Ես մի քանի ամիս առաջ Թբիլիսիում լավ ընկերներ ունեմ այնտեղ իհարկե շրջում ենք ուղղակի Թբիլիսիով, խոսք գնաց Արամ Խաչատրյանի 120-ամյակի մասին, հարցրեցի, լսեք, նա Թիֆլիսից էր, չէ, ասենք ինչ-որ մի բան կա, որը հիշեցնում է Արամ Խաչատրյանի մասին, ասեցին ոչ։ Հետո հայտնվեցին Քոջորիում, որը Թբիլիսիի ուրեմն մերձակայքերից է, որը Թբիլիսիի ադմինիստրատիվ բանի մեջ է, կառուցվածքի մեջ է մտնում, բայց առանձին վերցված ոնց որ ասենք ջրվեժն է, էլի, հա, այդպես Քոջորի է կոչվում։ Պարզվեց իր ծննդատեղը հենց այնտեղ է, Քոջորիում եմ։ Քոջորիում ուրեմն այնտեղ դե հիմնականում ամառանոցներ են, էլի, այնց բավական բարեկեցիկ կյանքով ապրող վրացիների տներն էին եւ որևէ հիշատակում չկար Արամ Խաչատրյանի մասին, հա։ Ինձ դա շատ մեծ մտահոգություն պատճառեց, որտեղ այդտեղ ես տեսա առաջին հերթին մեր խնդիրը եւ մեր հետ մեր ու վրացիների հետ հարևանություն անելու շնորհքի բացակայություն չան խնդիրը։ Լավ է, որ ես վերջերս ինչ-որ մի տախտակ այնուամենայնիվ փակցրեցին Թբիլիսիում, ես տեսա, որ շատ մի 10 օր առաջ էր, մի քանի օր առաջ, իհարկե դա ողջունելի է, այսինքն միգուցե նաև ես գրառում էի արել Facebook-ում, միգուցե նաև դրա արձագանքն է, որ ինչ-որ մի բան արել են մեր կառավարության աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցավ այդ տախտակի բացումը, բայց ես հարց եմ տալիս ինձ եւ ուրեմն բոլորին, արդյոք Արամ Խաչատրյանը ընդամենը մի հատ տախտակի է արժանի Թբիլիսիում, չէ՞ որ դա համաշխարհային մեծություն է, մի կողմ դնենք, որ ինքը հայ է, մի կողմ դնենք, որ հայ է, դա տարածք է, այսինքն Թբիլիսին պիտի հիմա հպարտանար, որ ունի Արամ Խաչատրյան, հա, մենք պիտի երևի թե այդ զգացմունքը մենք պիտի գեներացնենք ինքներս, հա, ինքներս վրացիների հետ մեր հարաբերություններում, դա ուղղակի փոքր մի դրվագ է, իհարկե, ասենք Ես Թբիլիսիով զբոսնելիս տեսա բազմաթիվ շինություններ հայերի կողմից ստեղծված, արարած եւ իհարկե Վիկտոր Համբարձումյանի տախտակը տեսա նույնպես, ասենք, լավ զգացի ինձ, բայց նորից դա համաշխարհային մեծություն է, հասկանում եք։ Ուրեմն հարևանություն անելու շնորհքը, ինչ Իրանի հետ մենք Իրանը ընդհանրապես անհասկանալի է համար եւ հակառակը կարծում եմ։ Մենք հսկայական չէ, որ նաեւ քաղաքակրթական եւ ժառանգություն ունենք համատեղ եւ վերցանելու խնդիր ունենք եւ զարգացնելու խնդիր ունենք, հա, արդյոք մենք դա արել ենք, արդյոք մենք բարվոք հավուր պատշաճի ենք իրականացրել մեր հարևանությունը Իրանի հետ։ Ոչ։
նույն բանը դե հիմա Ռուսաստանը դրկից հարևան չէ, բայց էլի հարևան է, ում հետ որ հարևան է ենթադրենք, հա, բայց ես չեմ կարծում, որ անգամ հումանիտար տեսանկյունից մենք ուրեմն այդտեղ պատշաճ մակարդակով ենք պահել, մեզ ներկայացրել ենք պատշաճ մակարդակով մեր մշակույթը, մեր քաղաքակրթական արժեքները Ռուսաստանում եւ հակառակը, հա, սովորաբար ինչ որ հարսանիքային մակարդակի բաներ են եղել, էլի փոխայցելություններ, հա, ասենք Կիրկորովի մակարդակի կամ նմանատիպ ինչ որ փակագծերում աստղեր եւ համապատասխան մեր, այսպես ասած, աստղերը դա այն փոխանակումը չի, որին մենք արժանի ենք եւ որին մենք պիտի ձգտենք։ Էլ չեմ խոսում, որ մենք ընդհանրապես Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ որևէ բան չենք ստեղծել, այսինքն մենք կաղապարվել ենք երկրի տեսանկյունից եւ երկրի մասշտաբով կաղապարվել ենք ճիշտ այնպես, ինչպես կաղապարված ենք մենք այսօր մեր բնակարաններում եւ հարևանություն անելուց կարծես թե խուսափում ենք կամ պատասպարվում ենք մեր համապատասխան առանձնատներում, հա, տեսեք մեծ դարպասների հետևում, այո, դարպասների հետևում եւ դարպասների ներսում էլ ինչ այլասերվածություն ասես կարող է տեղի ունենալ, հա։ Այս դարպասներից դուրս էլ մեզ չի հետաքրքրում։ Հենց դա է, որ չի հետաքրքրում, մենք եկանք հասանք այն վիճակի, որ մենք ունենք օրասական այսօր իրավիճակ եւ երկրի եւ պետության մեծ հաշվով երբ Ռուսաստանը Վրաստան մտավ, ես կարծում եմ, որ մենք մեզ շատ սխալ պահեցինք։ Իհարկե։ Մենք Վրաստանի ամենամոտ էմոցիոնալ տեսանկյունից ամենամոտ ժողովուրդն ենք եւ Ռուսաստանի ստրատեգիական դաշնակիցը։ Մենք անմիջապես անհապաղ պիտի ներկայանանք երկուսին էլ եւ ասենք stop, break եւ մենք ձեզ հորդորում ենք, մենք պատրաստ ենք միջնորդ հանդիսանալ եւ դուք պիտի այս հարցը լուծեք, որովհետեւ դա նաեւ մեզ է վերաբերում, չէ՞ որ այդ պատերազմի արդյունքում մենք զրկվեցինք երկաթգծային կապից Ռուսաստանի հետ։ Մենք հսկայական կորուստներ ունեցանք մեր տնտեսությունում դրա պատճառով, այո, հարևանություն անելու ունակության այդ հարևանությունը մենք չարեցինք, ունակության բացակայությունն է դա։ Սա մեզ համար խնդիր է, մեր սիրտը ցավում է վրաց ժողովրդի համար եւ ռուս ժողովրդի համար։ Դե ինչ որ նման պանցիկ բաներ ունեցանք, որևէ նշանակություն չունեցող եւ չդրսևորեցինք մեզ ինչպես այդպեսին։ Այնուհետև իհարկե շատ կարևոր է մայրը եւ օրորոցայինը, հա, ինչպեսի օրորոցային ենք լսում մենք մանկության ժամանակ եւ արդյոք մենք այդ հայրենիքի զգացումը մեր մայրերի միջոցով տալիս ենք մեր երեխաներին։ Ես կասեի, որ ոչ, որտեվ ինչ է մեր մայրերը այսօր շատ մայրեր են, որոնք տիրապետում են հայ հնադարյան օրորոցներին, օրորոցայիններին, օրորներին ես վերջերս բարեբախտություն ունեցա ինձ զայնագրություն ուղարկեց մեր հրաշալի սոպրանոներից մեկը Մագդան Մկրտչյան հին օրորներ էր զայնագրել գիտեք փշաքաղվում ես ուղակի լսելու ժամանակ եւ ես հասկացա որ մենք հսկայական գործ ունենք անելու մենք մեր հայ աղջիկներին հայ մայրերին կրթելու խնդիր ունենք նրանք պիտի տիրապետեն այդ օրորները որովհետեւ օրորի միջոցով հայրենիքի զգացումն ես դու ներարկում քո զավակի մեջ չենք արել դա, կորցրել ենք եւս մի պատառ ենք կորցնում այդտեղ, եթե մենք չենք տիրապետում դրան։ Ուսուցիչը շատ կարևոր է հայրենիքի գիտակցման տեսանկյունից յուրաքանչյուրիս կյանքում երևի եղել են նման մարդիկ ուսուցիչներ ոչ անպայման դպրոցական, չնայած դա էլ է շատ կարևոր, բայց ընդհանրապես կյանքի ուսուցիչներին, որոնց մենք բարեբախտաբար հանդիպել ենք եւ որոնք կարողացել են ոչ միայն ձևավորել, նաեւ ինչ որ տեղ նաեւ շտկել մեր պատկերացումները հայրենիքի մասին, հա։ Ինձ համար նման երևույթ էր իհարկե ակադեմիկոս իմ լավ ընկեր մեծ մարդ Սերգեյ Ամբարձումյանը, որի կերպարը ինձ ուղղակի հուշեց, որ հայրենիքը դու պիտի ընկալես անպայման չծալվող ողնաշարով, այսինքն դու պիտի կանգնած լինես հայրենիքիդ ուրեմն մեջ տեղում, չծալես քո ողնաշարը, կարողանաս թիք ուրեմն հարաբերվես ցանկացած մեկի հետ,
թե ընկերոջ եւ թե բարեկամի եւ թե թշնամու հետ քամիների դեմ առ դեմ նորից հզոր ձևով կանգուն ձևով կանգնած լինես եւ գիտեք այդ տեսանկյունից այս վերջերս հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ ամենուրեք լսում ենք ինձ համար շատ ինչպես ասեմ ցավալի մի դրույթ, հա, որ պետք չէ գնալ բանակցությունների առանց միջնորդի, պետք է որ ինչ որ մեկը լինի անպայման։ Դե լսեք, մենք մեր արժանապատվությամբ պիտի դուրս գանք ցանկացած մեկի դեմ։ Լինի ադրբեջանցի, լինի թուրք, թե լինի ով ուզում է լինի։ Ինչ է նշանակում, մենք պիտի անպայման ռուսին կամ ամերիկացուն մեր մեջքի հետևին ունենանք, որպեսզի գնանք հարաբերվելու համար մեր թշնամիների հետ, թեկուզ եւ ոչ, մենք կանգուն պիտի կանգնած լինենք, գնանք եւ մեր արժանապատվությամբ հարաբերվենք նրանց հետ։ Չեմ տեսնում ես այդտեղ խնդրեմ։ Հասկանում եք, լինի դա այսօր ադրբեջանցի, վաղը թուրք, մյուս օրը ով ուզում է լինի։ Եվ իհարկե գոյություն ունի մեր քաղաքացիական վերաբերմունքը հայրենիքին վերջերս ես ռուսական աղբյուրներից տեսա մի շատ հետաքրքիր վերնագիր ուրեմն մեր հեռավոր արևելքում Վլադիվոստոկում Ռուսաստանը մշտապես իրականացնում է ռեգուլար ուրեմն տնտեսական ֆորում, հա, նախագահների մասնակցությամբ բավական խոշոր իրադարձություն է։ Եվ այդ ֆորումի ուրեմն վերնագիրը հետևյալն էր. Դալնի Վոստոկ это место, где начинается Россия։ Հասկանում եք։ Այսինքն ինչ էր սա շեշտադրում էր, որովհետև պետության համար այսօր կարևոր է, որ հեռավոր արևելքը ռուսական ուրեմն զարգանա։ Եվ դա է այն կետը, որտեղ սկսվում է Ռուսաստանը։ Ես միանգամից ուրեմն բան արեցի, հարաբերեցի դա մեր հայկական իրողության հետ եւ հասկացա, որ մենք պիտի հիմա ձևավորենք Սյունիքը, Զանգեզուրը, դա այն կետն է, որտեղ սկսվում է Հայաստանը։ Աստված վկա դուք սկսեցիք բարդ բաներից խոսել։ Հաղորդման առաջին հատվածը այնքան գեղեցիկ երևույթներ էիք նկարագրում, կարծես ավելի ջերմացավ տաղավարը, որը ես շատ եմ սիրում, էլ ավելի ջերմացավ, էլ ավելի սիրեցի տաղավարը։ Նախորդ անգամ մեր հասարակության մեջ հայրենի եզերքը բանաձևելու դիսկուրսը կարծում եմ 15 կամ 16 թվականին էր, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Աղդամը ամենևին իր հայրենիքը չի։ Կուզեմ սրա մասին խոսենք եւ նաեւ խոսենք մի ուրիշ երևույթի մասին։ Առաջին Արցախյան պատերազմին Սփյուռքից շատ քիչ մարդ եկավ այդ Աղդամի համար պատերազմելու, բայց նրանք էլ, որոնք եկան ու որոնք ընկան փառք ու պատիվ բոլոր նահատակներին, իրանք առանց Հայաստանի Հանրապետությունում դպրոցի ճամփան անցնելու ընկալեցին այս տարածքը որպես իրենց հայրենիք։ Շատ քչերը 13 հոգի է եղել, դա պաշտոնապես արձանագրված։ Ինչի տենց, այդ էլ քննարկենք, էլի ինչի տենց կատաստրոֆիկ։ Ուրեմն իրենց հայրենիքը չեն ընկալել որպես։ Մենք դրա մասին խոսել ենք, ես կարծում եմ, որ եթե Վանի համար, Մուշի համար լիներ այդ պատերազմը, շատ ավելի մեծ թվով մարդիկ կմասնակցեին, որոնք թեկուզ եւ պատմական հիշողություն ունեն իրենց հայրենիքի վերաբերյալ եւ մասին։ Բայց Աղդամը Սերժ Սարգսյանի հայրենիքը չէ, ես էլ եմ դժվարությամբ ընկալում Աղդամը որպես հայրենիք հասկանում։ Սերունդների տարբերություն կա։ Օրինակ ես Աղդամում եղել եմ առաջին անգամ 16 տարեկանում։ Բարձր դպրոցական երևույթ է, բարձր դպրոցական տարիքում։ Ու մեր սերնդի մոտ ընկալում կար, այ ինչը քո դիրքապահ զինվորի մեջքի հետևում է, այդ քո հայրենիքն է։ Դա գիտեք, հայրենիքը այստեղ գալիս ենք եւս դի քաղաքացիական ընկալման ուրեմն ընկալմանը։ Հայրենիքը այն վայրն է, այն տեղն է, այն կետն է, այն տարածքն է, որը դու պատրաստ ես շենացնելու, որտեղ դու արարում ես, որտեղ դու ստեղծում ես, ստեղծարար աշխատանքով ես զբաղված, որտեղ քո աշխատավոր մարդը քարից հաց է քամում, հա, էլի համոյին անդրադառնամ։ Հիմա մենք Աղդամը չենք շենացրել։
Աղդամը այսօր էլ եկել եւ մշտապես Ադրբեջանի կողմից ներկայացվում է աշխարհին որպես հայերի կողմից բարբարոսության իրականացման ուրեմն վայր եւ պատկեր։ Ես կարծում եմ նրանք չեն էլ կառուցի Աղդամը, այդպես կթողնեն, որ ամբողջ աշխարհին մշտապես ցուցադրեն, թե ինչպիսի բարբարոսություն են իրագործել հայերը։ Գիտեք, հայրենիքային վայրն է, որտեղ դու պատրաստ ես արարել, որտեղ դու այդ դիսկուրսի մեջ ես մտնում բնության հետ։ Հայրենիքը դա այն վայրն է, որը դու պատրաստ ես պաշտպանել քո կյանքի գնով, ոչ թե այն վայրն է, որը գտնվում է քո զինվորի հետևում, որտեղ քո զինվորը հայտնվել է այնտեղ, որովհետև մենք գրավել ենք այդ տարածքները։ Մենք միշտ ազատագրել ենք, մենք երբեք ոչինչ չենք գրավել։ Շատ լավ։ Ազատագրել ենք, ուրեմն գրավել ենք։ Ինչի եմ սրա մասին խոսում, որովհետև տեսեք, այդ դիսկուրսը ի վերջո բերում է նրան, որ 21 թվականին ընտրություններից առաջ վարչապետ Փաշինյանը, այն խոսում ենք Սերժ Սարգսյանի մասին, հիմա վերադառնանք այժմյան իշխանություններին, ասում են, որ Սև լճի 30%-ի համար adekvat չի մարտական գործողություններ։ Ես կարծում եմ Փաշինյանը զղջում է հիմա այդ արտահայտության համար։ Ես կարծում եմ, որ ինքը զղջում է, դա, ասենք, սայթակում է տեղի ունեցել։ Իմ կարծիքով այդպես է։ Չեմ պատկերացնում, որ ինքը հիմա նույն բանը կարտասանի։ Համենայնդեպս չի արտասանում, չէ՞։ Չի կրկնում ինքը դա։ Շատ բան կրկնում է, բայց դա չի կրկնում։ Դե ավելի վտանգավոր բաներ էլ է իրականում կրկնում, այսինքն օրինակ այդ շատ լավ է որ հարցրեցիք օրինակ մենք ռադիոլսողներին ասում ենք ցտեսություն ում հետաքրքրեց օրինակը իմ հարցի եւ պարոն Դարփինյանի պատասխանը գալիս է թվային հարթակներ լրատվական ռադիոյի գործարար Ալիքի եւ Արմեն Դարփինյանի YouTube-յան էջի հիմա մենք քննարկում ենք օրինակը Դե օրինակ, որ մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Հայաստանում գտնվող անկլավներով։ Օրինակ Տիգրանաշենով։ Հիմա ի վերջո լավ Աղդամը հեռու էր, մենք տենց շատ չենք գնացի Աղդամ, մեր հայրենիքը չի։ Հիմա ես ջերմուկի փեսա եմ, տարին մի քանի անգամ գնում եմ ջերմուկ, անցնում եմ Տիգրանաշենով, վստահեցնում եմ ձեզ նույն էմոցիոնալ կապվածությունն ունեմ, ինչ ասենք նախորդ գյուղի կամ Տիգրանաշենից հետո եկող, ասենք հաջորդ Չիվա գյուղի հետ։ Հիմա ոնց որ դա էլ մեր հայրենիքը չի։ Դա ջան, բանակցությունների խնդիր է։ Հիմա մենք գտնվում ենք շատ դժվար շրջափուլում հարաբերությունների, բանակցությունների արվեստի խնդիրը թե ինչը մենք կկարողանանք պաշտպանել, որտեղ կանգ առնել, ինչը պահպանել, ինչը բանակցային առևտրի միջոցով հանձնել, ինչը ստանալ դրա դիմաց, Ցավոք սրտի մենք հիմա կանգնած ենք նման իրավիճակի առջև։ Ցանկացած իրավիճակում պետք է փնտրել եւ գտնել օպտիմալ լուծումներ, դրանք կան։ Գիտեք, եթե մենք օպտիմալ լուծումը գտնենք 3, դա կլիներ շատ ավելի լավ լուծում։ Եթե գտնենք այսօր կլինի ավելի վատ քան 3 էր, բայց ավելի լավ կլինի քան վաղվանն է։ Եթե մենք թողնում ենք վաղվան, մենք ունենալու ենք ավելի վատ լուծում, բայց նորից ցանկացած իրավիճակում կա օպտիմալ լուծում։ Հիմա մեր այսօրվա իրավիճակում պիտի կարողանան բանակցության արդյունքներում գտնել այդ օպտիմալ լուծումը, որն է, ինչքան զիջումներ կարելի անել, ինչ պիտի ստանալ դրա դիմաց, ինչ երաշխիքներով։ Սա բանակցային արվեստի խնդիր է։ Հիմա այո, հնարավոր է, որ մենք ինչ որ կորուստներ ունենանք, բայց դրա դիմաց ինչ որ նաև ձեռքբերում պիտի ունենանք։ Այ դրա դիմաց ձեռքբերումների ես ներողություն եմ խնդրում ձեզանից եւ ռադիոլսողներից, որ մեր ավելի փիլիսոփայական զրույցը իջացնում եմ գետնին, բայց էլի հայրենիքի ընկալման մասին։ Դուք երբևէ Արցվաշենում եղել եք, առիթ ունեցել եք։ Ոչ։ Հիմա պետք է հասկանալ այդ երբ մենք Տիգրանաշենը փոխում ենք Արցվաշենի հետ, հա, ադրբեջանական քյարքին փոխում ենք Արցվաշենի հետ։ Արդյոք դա ծուր մեր հայրենիքն է դեռ։ Դե գիտեք, դա մեր հայրենիքն է եւ պատմականորեն եւ հիմա այն որ ես դա այնտեղ չեմ եղել, չի նշանակում որ իմ հայրենիքը չի, դա իմ հայրենիքն է, ձեր հայրենիքն է, իհարկե հայրենիք է։ Հիմա ինչքանով կլինի դա դյուրին մեզ համար, ինչքանով դա կլինի նպաստավոր մեզ համար ենթադրենք, հա, որտեղ դա նորից բանակցությունների խնդիր է, թե մենք վերցնում ենք Արցվաշենը, մենք պիտի նաև բանակցենք ճանապարհ վերցնելու մասին, մենք պիտի նաև խոսենք նրա, այսպես ասած, ռազմական պաշտպանության մասին այդ անկլավի, մենք պիտի նաև ունենանք այն հանրույթը, որը կգնա այնտեղ ապրելու, հա, մենք պիտի նաև այդ մարդկանց համար ստեղծենք պայմաններ, որ նրանք ոչ միայն ապրեն, նաև բարգավաճեն, անվտանգ ապրեն, այո, ոչ միայն անվտանգ, նրանք պիտի, ասենք, ապրուստի միջոց ունենան, նրանք պիտի աշխատեն, ստանան իրենց եկամուտները եւ այլն, ամեն ինչ պետք է
չափով, սա մի օրվա խնդիր չի եւ շատ པարզ լուծման հարց չի, ես կարծում եմ, որ դա շատ ջուր կտանի դեռ այս process-ը, բայց ամեն դեպքում ինչ որ եզրակացության, եզրահանգման եւ պայմանավորվածության պետք է գալ։ Հիմա Տիգրանաշենը, այո, իհարկե հայրենիք է, այո, իհարկե հայրենիք է, բայց հայրենիք է նաև ղարսը, հայրենիք է նաև մուշը, հայրենիք է նաև բանը։ Հիմա գալիս ենք այն հարցին, որը քննարկել ենք, բայց ես ցավում եմ, ես կարծում եմ, որ մենք դեռ երկար ենք պտտվելու այդ հարցի շուրջ։ Հիմա Արցախը դե յուրե Ադրբեջանի կազմում եւ դե ֆակտո Ադրբեջանի կազմում շարունակում է մնալ մեր հայրենիքը, մենք պետք է այնտեղ վերադառնանք, ապրենք, պետք է պայքարենք այդ հնարավորության համար Ադրբեջանի կազմում ապրելու։ Տեսեք, պայքարել հնարավորության համար դա մի բան է, հա։ Եթե Հայաստան որպես պետություն պայմաններ ապահովել, որպեսզի դա լինի հնարավոր, հա։ Հիմա տեսեք, մենք որպես պայման, որպես պետություն, հա, Հայաստանը որպես պետություն դեռևս չի կարողացել պայմաններ ապահովել, որ մեր վանեցիները վերադառնան Վան։ Հա, չեն կարողացել։ Բայց պիտի անի դա, դա էլ է կարևոր հարց։ Ես կարծում եմ, որ բանակցային շնորհքը, հարևանություն անելու շնորհքը, արվեստը կասեի, իհարկե պիտի նպաստեն դրան։ Ոչ տեսեք նորից, ասենք, մենք անգամ առնչվելու հնարավորություն չունենք, տեսեք, ասենք, Մասիս սարը բարձրանալու համար մեր տարբեր քրդական կազմակերպությունների ենք դիմում, որպեսզի նրանք մեզ ուղեկցեն, չէ, մեր ասենք։ Ու նախ գնում ենք Վրաստանով այդտեղ, Վրաստանով ենք գնում ենք Վրաստան, հետո նոր մտնում ենք, հետո ինչ-որ քրդերի հետ ենք շփվում։ Դա նշանակում է, չէ, որ պայմանները ստեղծված չեն։ Հիմա, ասենք, յուրաքանչյուր հայորդի, որը ուրեմն իր նախորդներից ժառանգել է գոնե այդ պատմությունը եւ իրեն պատկերացնում, ասեք, ես կուզենայի շատ եմ ուզում, ես չեմ եղել, պիտի լինեմ անպայման ու կլինեմ, ինչ որ ճանապարհներ Զարթուղի ճանապարհներով չեմ ուզում գնամ։ Ես ուզում գնալ այն ժամանակ, երբ որ դա լինի հնարավոր եւ պետությունների կողմից երաշխավորված։ Այսօր Թուրքիայի պետությունը ոչ մի բան չի երաշխավորում։ Հայաստանի պետությունը որևէ բանի չի հասել։ Ընդամենը մենք ունենք տուրիստական ընկերություններ, որոնք քրդական որոշ ընկերությունների հետ համաձայնեցված իրականացնում են այդ երթուղին։ Բայց դա այն դիրքը չի, որը ես կուզենայի, որ մենք ունենանք։ Հասկանում եք, մենք պիտի ունենանք ազատ տեղաշարժի, ազատ գնալ գալու հայրենիքի հետ առնչվելու հնարավորություն։ Մենք դա չենք ունեցել, չունենք, հուսով եմ, որ կունենանք։ Նույնը վերաբերում է Արցախին։ Հիմա իհարկե մենք ասենք այդպես չի էլի որ 100,000 կամ 150,000 մարդ այդտեղից ասենք վտարվեց ու մենք դա ասենք այդ մարդիկ ոչ թե մարդկանց իրավունքը, իմ իրավունքը, ձեր իրավունքը, մեր բոլորիս իրավունքը։ Այսինքն այդտեղ տարանջատումն էլ է սխալ, որ այս մարդը Արցախցի է, իսկ այս մարդը ասենք իսկ ես Արցախցի չէ։ Չէ, մեր իրավունքը այդ մեր հայրենիքի հայկական ժառանգության հետ ազատ առնչվելու իրավունքը։ Հասկանում եք, մի բան է դա ինչ պետության սահմանների ներսում է գտնվում, դա մի հարց է։ Երկրորդ հարցն է, որ ես իմ հայրենիքի հետ առնչվելու հնարավորություն պիտի ունենամ, թե ոչ։ Իհարկե պիտի ունենամ։ Եվ դա արդեն պետության խնդիրն է, պետության դիվանագիտական, ռազմավարական հնարավորությունների խնդիրն է։ Հուսով եմ, որ մենք դա գիտակցում ենք, հուսով եմ, որ պետությունը այդ խնդիրը կվերցնի իր ուսերին եւ կտանի առաջ։ Ամեն դեպքում տեսեք հիմա իհարկե մեր արցախցի մեր հայրենակիցները ինչ որ ձևով կազմակերպվում են երեք կարծեմ ինչ որ հայտարարություն եղավ բոլոր կուսակցությունների որ իրենք պահանջում են իրենց իրավունքների վերականգնում բան լավ են անում ճիշտ են անում որովհետև իրենք զրկվել են իրենց հենց բնակավայրերից հա իրենց հասցեներից իրենց հողերից որ իրենք դարավոր ուրեմն տեսանկյունից մշակել են աշխատել են այդ հողը հենց իրենցն է հենց արարել են այդ հողի վրա հա հենց այն բանն է երևույթն է որի մասին ես ասացի հայրենիքը դա այն տեղն է այն վայրն է այն տարածքն է որտեղ դու արարում ես իմ այդ մարդիկ իրենց գերդաստաններով արարել են երկար ժամանակ նրանք իհարկե ունեն այդ իրավունքը իրենց մասնավոր իրավունքը բայց ես նաև որպես հայ ունեմ եւ պիտի ունենամ այդ իրավունքը իմ հայրենիքի հետ առնչվելու։ Մի հատ դժվար հարց տամ, բայց նախապես ասեմ, որ 5 րոպե ունենք։ Խնդրեմ։ Սենց մի հատ պատկեր եղավ։ Մենք ձեռք բերեցինք Արցախը, բայց ինքը չդառավ համայն հայության հայրենիքը։ Իրանք կորցրեցին Արցախը, բայց իրանց համար այդ մնաց հայրենիք ու այդ ակնհայտ երևում էր, որ տենց է։
որովհետև ստատիստիկայով Հայաստանի բնակչության 6%-ն ա եղել Արցախում, ընդամենը, որից 4%-ը, եթե ես չեմ սխալվում, կամ զինվորական ծառայություն է անցել, կամ գնացել է երթման արարողության։ Այսինքն, ինչ-որ դրա հետ կապված ու ինչ-որ իմ եւ ձեր նման մարդիկ, որոնք որ գնացել են Արցախ, որտեվ համարել են, որ դա իրանց հայրենիքի մի մասն է։ Այսինքն, փաստացի լինելով Հայաստանի Հանրապետության մի մաս, ինքը չդառավ հայերի հայրենիքի մի մասը։ Իսկ ադրբեջանցիները չունենալով Արցախը կարեցան սերունդներին փոխանցել, ուժեղացնել այդ զգացումը։ Ես արձագանքեմ հետևյալ կերպ, էլի, դուք ասացիք, ասենք 4% թե քանի տոկոսն ա եղել Արցախում, նույն տոկոսն էլ եղել է Գորիսում։ Այո, հասկանում եք։ Հա, վստահաբար, այսինքն տոկոսն էլ մենակ Արցախի մեջ չի, նույն տոկոսն էլ եղել է Սիսիանում, այսինքն մենք այս խնդիրը համահայկական խնդիր ունենք, համապետական խնդիր ունենք։ Այդ էլ է, չէ, հայրենիքի ընկալման հարցը։ Իհարկե հայրենիքի ընկալման հարցը է, մենք բոլոր դպրոցականներին, երևանցի դպրոցականներին պարտավոր ենք տանել բոլոր անկյունները Հայաստանի։ Դրա վրա պետք է միջոցներ չխնայենք, որ իրենք գիտակցեն իրենց հայրենիքը որն է, հա։ Հիմա Արցախի նկատմամբ վերաբերմունքը չառանձնացնենք Գորիսի կամ Սիսիանի մնացած մարզերի, այո։ Չառանձնացնենք Գյումրիում շատերն են եղել։ Դե նոր սկսել են գնալ, հա։ Գնում են հաճույք ստանալու, որովհետև հասկացան, որ քաղաքի մշակույթը այնտեղ է մնացել, որովհետև կորցրել եք երևանցիները ով այդ ամեն ինչը։ Հիմա գնում եք այնտեղ այդ քաղաքի համոհոթը ստանալու համար, չէ, գնում եք հաճույքի համար, չեք գնում ընկալելու համար հայրենիքը։ Բայց մենք դպրոցական հասակից պարտավոր ենք տանել, դրա վրա միջոց չի կարելի խնայել, չեն կարել, հիմա էլ չենք անում։ Ու ինքը շատ թանկ բան չի, էլի, իմ համար անհասկանալի է, ինչի չեն անում։ Մեծ հաշվով մեծ ծախս չի, էլի, այդ ինչա։ Անպայման պետք է տանենք, անպայման պետք է դա պիտի լինի դպրոցական ծրագրի անբաժանելի մասը, ուղղակի հայրենիքի հետ ծանոթանալ։ Հիմա այդպես չի, այսինքն Արցախի խնդիրը առանձին չէր, որ մենք ասենք չենք այցելում Արցախ կամ քչերն են եղել Արցախում։ Բայց ես կվիճարկեի, որ բանը Ադրբեջանը որպես հայրենիք վերադարձրեց Արցախը, ոչ, նրանք վերադարձրեցին որպես տարածք, ոչ թե որպես հայրենիք։ Իհարկե, ես չեմ խոսում, ասենք, այդ այսպես կոչված գրավյալ տարածքների մասին, որտեղ այո, իրենց ունեն այդ հայրենիքի զգացում ունեն, ասենք, Ֆիզուլին, Զանգելանը եւ այլն, նրանք ասենք այնտեղ բնակիչներ կան, որոնք որ իսկապես գետոյացված վիճակում ձեր թույլտվությամբ ես ընդգծեմ, որ FM 106.5-ում դրանք ազատագրված տարածքներ են, բայց քանի որ սա ազատ խոսքի հարթակն է, պարոն Դարբինյանը անվանում է այնպես, ինչպես ինքը ճիշտ է գտնում։ Ես գտնում եմ, որ մենք դա չենք էլ թաքցնում, որ գրաված է։ Ձեր իրավունքն է։ Չէ, մեր պետությունը չի էլ թաքցրել, որ դա գրաված տարածք է։ Չի թաքցրել դա։ Բոլոր բանակցություններում պետությունն ասում է մենք պատրաստ ենք սա վերադարձնել։ Քիչ խելք ունենալուց է պետության։ Չէ, հիմա ասենք պետությունը այդպես է անցալել, այդպես է եղել մոտեցումը, այդպես էլ մնացել է մոտեցումը։ Հիմա էլ ավելի բան սաստկացել այդ մոտեցումը։ Այսինքն պետությունը միշտ ասել է, որ մենք պատրաստ ենք գրավյալ տարածքները հետ տալ, դուք Ղարաբաղին տվեք կարգավիճակ։ Սա եղել մեր բանակցային ամբողջ բանը 20 տարվա թե 30 տարվա ամբողջ ընթացքը։ Հիմա այո, նրանք դիտարկել են դա որպես տարածք, նրանք դիտարկել են որպես թյուրքական ընդհանուր շահերի, այսպես ասած, եւ արժանապատվության խնդիր, որոնք պիտի վերադարձնեն եւ իրենք միշտ զարմանքով են նայել այդ ամեն ինչին, գիտեք, ասենք իրենք համարել են, որ հայերը եւ Հայաստանը չունի այն ներուժը, որ կարողանա տարածք գրավել, որովհետև այսօրվա աշխարհում անգամ միջուկային երկրները իրենց շատ դժվար է մարսվում միջուկային երկրների կողմից լրացուցիչ տարածքների գրավումը։ Ռուսաստանը չէ, հիմա չի կարողանում Ղրիմը մարսել, հա, հիմա փորձում են ասենք ինչ-որ ձևով մարսել ինչ-որ բան, բայց չի հաջողվում, չէ, միջազգային իրավունքի տեսանկյունից ոչ ոք դա չի ընկալում, չի ընդունում դեռևս, հա։ Այնպես որ թուրքերը ամբողջ աշխարհին այո մշտապես նրանք թմկահարել են, որ ինչպես կարելի է, ոնց կարող են հայերը տարածք գրավել Հայաստանը որպես երկիր, ուրեմն կարող է ուրեմն նվաճողական նման քաղաքականություն տանել եւ աշխարհը պիտի լուր մնա այս ամեն ինչի հարցում։ Իրենք թուրքական ընդհանուր, այսպես ասեմ, այո, ազգային շահերից ելնելով եւ պետական շահերից ելնելով կենտրոնացրեցին իրենց ուժերը եւ իդ գրավեցին։ Հիմա իրենք արդեն գրավեցին, բայց մեր իրավունքների տերը մենք պիտի կանգնենք բնականաբար եւ մեր արարելու իրավունքը այդ հողերի վրա մենք պիտի վերականգնենք։ Ինչպես, ինչ մեթոդներով, ինչ երաշխիքներով, ինչպես կապահովենք, չնայած այդ մարդիկ իրենց տները, բակերը ամեն ինչն են թողել, չէ՞, այնտեղ, ասենք, մի փոքր մեքենայով ամբողջ ընտանիքը լցված ուղակի լքել է տարածքը փախ վիճակով։
Իդեպ ես կարծում եմ, որ մեր իրավաբանները այստեղ աշխատանք ունեն անելու, ես կարծում եմ, որ անգամ սա կարելի է վերագրել գենոցիդալ գործողությունների, հա, այսինքն ստեղծվել են պայմաններ, որոնց արկայության պարագայում ժողովուրդը համարել է, որ այնտեղ ապրելու հնարավորություն չկա, հա, արդյոք այդ պայմանները ստեղծողը գենոցիդալ գործողություն չի կատարել։ Մենք այստեղ պիտի պայքարենք իրավունքների համար, այդ մարդիկ իրավունքներ ունեն վերադառնալու բնականաբար, բայց ես նորից եմ կրկնում, միայն իրենց իրավունքը չէ, իմ իրավունքն էլ է, որպես հայրենիք ընկալելու եւ հարաբերվելու, ճիշտ այնպես, ինչպես իմ իրավունքն է մուշի հետ հարաբերվելու։ Հասկանում եք, որը մենք կորցրել ենք արդեն առավել քան 1 դար։ Սիրելի ռադիո լսողներ, մի փոքր շատ լավ սկսեցինք դրական ու շատ բարդ ավարտում ենք Դարփինյանի ժամը, բայց ես կարծում եմ, որ մտածելու շատ բան կա այս ուղղությամբ, ի սկզբանե ամեն մարդ պետք է հասկանա, թե իր ընկալումը որն է հայրենիքի, ոնց է դա հնարավոր։ Դարփինյանի ժամներ գործարար ալիքի եթերում, շարունակեք լսել FM 106 եւ 5-ը, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ այսօր այսքանը։